Սիրելի հայրենակիցներ, այսօր պետք է անդրադառնամ հայտնի ռուս օլիգարխի կողմից ստեղծված ձևիցների շարժման հերթական մանիպուլյացիային, որը պնդում է, որ մենք չենք կարողացել իջեցնել աղքատությունը Հայաստանի Հանրապետությունում, մի շարժման, որ ինքն է նպաստել աղքատության խորացմանը Հայաստանի էլեկտրական ցանցերի կողմից ըստ էության գողանալով մեզնից յուրաքանչյուրից, կազմակերպելով բարձր գնով տենդերներ, վարձակալությամբ վերցնելով անհասկանալի ինչ-որ մեքենաներ եւ այլն, հավելագրումներ կատարելով մեր հաշվիչների վրա եւ հիմա նրանք խոսում են ինչ-որ աղքատությունից, որը մենք չենք կարողացել իջեցնել, ինչը ի դեպ ամբողջովին հակառակն է եւ ձեզ հիմա դա կապացուցեմ։ Առաջինը ծայրահեղ աղքատության թվերի մասն եմ ուզում խոսել, նույնը ի դեպ սովորական աղքատությանն է վերաբերում, բայց ծայրահեղ աղքատությունը ամենակարևոր ցուցանիշներից է, որը 24 թվականին մենք արձանագրել ենք 0.6% ամբողջ ազգաբնակության, ավելի ցածր կան 23-ին, 22-ին ու 21-ին եւ ես վստահ եմ, որ 25-ին շատ ավելի լավ ցուցանիշներ ենք ունենալու։ Սա մեկ, երկրորդը եւ ամենակարևորը։ Մենք 2018 թվականի մայիսին ունեցել ենք 563,000 աշխատատեղ, 563,000։ Իսկ 25 թվականի հոկտեմբերին արդեն ունենք 810,000 աշխատատեղ եւ վստահ եմ, որ նոյեմբերին ավելի շատ է լինելու, բայց այնուամենայնիվ վերջի թվերով դա 247,000 աշխատատեղով ավելին է, քան 2018-ի մայիսին, այսինքն 44%-ով։ Դրանք իրական աշխատատեղեր են, որտեղ աշխատում են մարդիկ եւ վաստակում են իրենց ապրուստի համար, գնալով ավելի շատ աշխատավարձով եւ այդպես շարունակ։ Եվ մենք աղքատության դեմ պայքարը եւ աղքատությանից դուրս գալը պատկերացնում ենք հենց աշխատանքով, ինչը եւ ապացուցել են եւ ոչ թե ինչ որ փրկիչ բարերարների, ռուս օլիգարխների կողմից, որոնք կգան եւ կփրկեն մեզ բոլորիս։ Մենք կուշտ ենք բոլոր տեսակի փրկիչներից, ինքներս պետք է վերցնենք պատասխանատվություն, ինչը արել ենք եւ անում ենք մեզ հանելու աղքատությունից։ Ձեզ լավ օր եմ մաղթում, լավ աշխատանքային շաբաթ եւ կոչ եմ անում չտրվել տարբեր շարժումների կողմից մանիպուլյացիաներին, որոնք իրենք են սովորաբար նպաստած լինում այդ ամեն ինչին, կոնկրետ այս դեպքում աղքատության խորացմանը։ Լավ եղեք։